Որքան բարի է Աստված Իսրայելի համար և սրտով շիտակների համար, բայց ոտքերս քիչ մնաց, որ սասանի էին, մի փոքր ևս և քայլերս պիտի մոլորու էին։ Նախանձեցի ես անօրեններին, մեղավորների խաղաղությունը տեսնելով, դրանք մահվան տագնապ չունեն, սովորական են տանջանքները նրանց, մարդկանց տքնությունը չեն կրում նրանք և մարդկանց պես չեն տանջում։ Դրա համար ամբար դավանությունը պատեց նրանց և նրանք համակվեցին իրենց ամբարշտությամբ ու անիրավությամբ։ Նրանց անիրավությունները կարծես ճարպից են դուրս գալիս, քանզի նրանք իրենց սրտի խորհրդով են շարժում։ Չարամտորեն մտածեցին ու խոսեցին էլ մեծ ամտությամբ ապիրատություն խորեցին, բերաններն իրենց ուղեցին երկնքին և լեզուները երկրով մեկ քարշ տուվին։ Դրա համար ժողովուրդն իմ պիտի վերադառնայ այստեղ և իմ օրերը լեցուն պիտի անցնեն նրանց հետ։ Ասացին ինչպես իմացավ Աստված կամ կայ արդյոք իմացություն բարձրեալի մոտ։ Ահա մեղավոր են և սակայն բարգավաճում են նրանք, կանևում են հարստություն աշխարհի։ Ասացի իզուր ուրեմն արդար դարձրի սիրտն իմ և ձեռքերը սրբությամբ լուացի։ Գիշեր ցերեկ ես խոշտամբած էի և առավոտները կշտամբանք կրեցի, թեպետես ասում էի, թե եթե այսպես պատմեմ, դիմացս պիտի գտնեմ։ Քո որդիների սերննդին, որոնց ուխտարեցի, բայց հասկացա, որ սա ևս դժվար է ինձ համար, մինչև մտնեմ Աստծու սրբարանը և իմանամ նրանց վախճանը։ Բայց դու նրանց տարագի կշանես իրենց տենգության համար և կկործանես նրանց իրենց ամբար դավանության մեջ։ Իսկ ինչպես նրանք հանկարծակի ավերակ դարձան, կործանվեցին, սպառվեցին ու անհետացան իրենց անօրենության համար և եղան ինչպես քնից արթնացող մարդու երազ։ Դու արթնանալով պիտի անարգես նրանց երազի պատկերը, քանզի հուր բորբոքվեց իմ սրտում և երիկամներս գունափոխվեցի։ Ես արամարված եղայ ու չիմացայ այդ, քո առջև անասուն համարվեցի, բայց ես միշտ քեզ հետ եմ, դու բռնեցիր իմ աջ ձեռքից, քո խորհուրդներով ինձ առաջնորդեցիր, երբ փառքով ընդունեցիր ինձ։ Արդար է ինձ համար ինչ կա երկնքում, կամ քեզնից բացի ինչ փնտրեմ երկրի վրայի։ Սիրտս ու մարմինս մաշվեցին իմ սրտի Աստված, Յավիտյան ինձ բաժին ընկած Աստված։ Ահա վասիկ իրենց անձը քեզնից հեռացնողները պիտի կորչեն, դու պիտի կործանես բոլոր նրանց, ովքեր ապստամբեցին քո դեմ։ Ինձ համար բարիք է մերձենալ Աստծուն, յոյսս դնել Տիրոջ վրայ և ովետել քո ամբողջ օրհնությունը Սիոնի դստեր դռների առաջ։